Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ասպարեզի զրուցակիցը բլոգեր Արան Աշկարյանն է, բարև ձեզ Արա։ Բարև ձեզ։ Այսօր մեր եթերում անդրադառնալու ենք առաջիկայում Գյումրիում սպասվող թիմ ընտրություններին։ Ինչ եք կարծում, առաջիկայում Հայաստանի Հանրապետության մի քանի համայնքներում սպասվող թիմ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանությունները կկիրառեն վարչական լծակներ, կիրականացնեն կեղծիքներ, թե Սասնա Ծռերի բարձրացրած ապստամբությունից հետո իրավիճակը փոխվել է։ Սովորաբար պիտի ասեմ, որ իշխանությունները երբեք էլ ասենք իրենց ծրագիրը չեն փոխում։ Սա մշտապես կա ու հետաքրքիր է, որ ասենք աշխարհի բոլոր երկրներում կան նման բաներ, մենք ոչ առաջինն ենք, ոչ միակն ենք այս առումով։ Սակայն եթե ուշադրի նայենք մանավանդ մեր վերջի շրջանում եղած իրադարձությունների զարգացմանը, ապա ըստ իս պիտի որ իշխանությունները կարողանան որոշակիորեն չնեղացնեն այսպես համաժողովրդական ապստամբության մասնակիցներին, կարելի ասել։ Այսինքն պիտի մի քիչ խորեմ լինեն եւ հնարավորինս դուրս չտան նորից հետագա զարգացմանը դեպքերի եւ բնականաբար պիտի կարողանան կողացնել իրենց այսպես չմիջամտելով եւ ընդդիմադիր ուժին եւ համաժողովրդական այդ շարժման մասնակիցներին եւ նաեւ ինչու՞ չէ եթե խոսքը եկի ասել այստեղ Սասնա Ծռերի չնայած Սասնա Ծռերը այդպիսի հասկացողություն կարելի ասել ես չեմ ընդունում որովհետեւ ինքը Սասնա Ծռերը մեր էպոսն են եւ կապ չունեն ընդհանրապես գործողությունների ընդհանուր զարգացման հետ սա պարզապես անուն է դրել են տղաները եւ իրենք մտածում են որ այո մայրի ժառանգորդներն են եւ փորձում են քարայրից դուրս գալ Իսկ ընտրությունների հետ կապված կեղծիքներ կլինեն, թե ոչ առաջիկայում, ըստ ձեզ։ Բնականաբար կեղծիքներ կլինեն։ Խնդիրը այստեղ այն հարթության վրա է, թե մենք, այսինքն ժողովուրդը եւ հանրաժողովականները ինչքանով կկիրառեն, ասենք, իրենց ցողտվությունը, հա։ Ենթադրենք մենք ներքևում, եթե նորից չանցնենք մեր նախկին մեթոդներին, այսինքն դրամական կեղծիքներին, չէ, գիտենք բոլորս ժողովրդի մեջ կա այդ հասկացողությունը, որ 5000-10000 դրամով ճիշտ է, ոնց որ թե մեթոդը փոխել են 5000 դրամը վերցնում են, ենթադրենք X-ից գնում ընտրում են Y-ին, սակայն սա էլ խորքի մեջ չի կարելի եւ ինքը նույնիսկ կարելի ասել բաժելի արարք է եւ եթե այս նման մեթոդները չլինեն ես վստահ եմ որ մաքուր քվեարկության արդյունքում ժողովուրդը կհասնի իր ուզածին բայց թե սա ուր կտանի հետագա զարգացման առումով այստեղ մի քիչ այլ է հարցը որովհետեւ մենք գիտենք նույնիսկ հանրաժողովի անդամներ կան որոնք իսկապես վաճառվում են եւ նորից տեղի կունենա եւ ընդդիմությունից եւ իշխանությունից որ մենք ժամանակին վախենում էինք ասենք ունենալուց ասենք ընտրած եղծիքներ վախի մթնոլորտ պատերազմներ գիտես հանցագործությունների մի շարք շատ եղավ ամբողջ ընթացքում էս սակայն պիտի պարզապես հուսալ ոչ թե հավատալ այլ հուսալ որ այս անգամ կոնե նման բան չի լինելու չի կիրառվի ոչինչ եւ կլինի այն ինչ որ մենք ուզում ենք Գյումրու ներկայիս քաղաքապետի գործունեության վերաբերյալ ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Պիտի ասեմ, որ մեր քաղաքապետը իր բնույթով ու էությամբ կարծես թե ինքը ոչ այսպես հարթության մեջ եղած մարդկանցից առավել չէ, այսինքն իշխանական հարթության մասին է խոսքս, ոչ էլ այսպես ընկած մեկն է ամեն ինչ անում է քաղաքի այսպես բարելավման, բարեկարգման եւ այլն այս խնդիրների շուրջ, սակայն քաղաքապետն էլ ունի իր այսպես աշխատանքի բաժինը ավելի ամրացնելու եւ առավել ծախսատար դարձնելու, որովհետեւ եթե նայում ենք անիմաստ գումարներ են ծախսվում ցանկացած բանի վրա, ասենք միջոցառումներ,
շրջապատ քաղաք, բայց դրա հետ մեկտեղ լավ վարժ ուրեմն անցկացնում ենք համաքաղաքային միջոցառումներ ծախսելով հսկայական գումարներ։ Պիտի ուզենայի, որ քաղաքապետը ինչքան էլ որ հիմի այս պահին փորձում է ժողովրդի մատից փոշը հանել, սակայն մի քիչ սրան անդրադառնա, որովհետև այսօր մարդիկ քաղաքի մեջ եթե չունեն աշխատանք, պարտադիր դրսում են կանգնած փողոցներում, պատերի տակ եւ այլն, կոնե իրենց շուրջ բոլորը պիտի բարեկարգ լինի։ Եվ այս առումով քաղաքապետին օրինակ շատ կուզենայի ասենք թեկուզ անհատական արտադրությունների ժամանակ կոնե խնդրել, որ ինքը մի քիչ վերևի էշելոնում գտնված իր ընկերներին, այսինքն իշխանության մեջ եղած մարդկանց նախարարներին, նախագահին, վարչապետին, չգիտեմ, խնդրի նույնիսկ եթե կարելի ասել պահանջի, որ մի քիչ ավելի բաց աչքերով նայեն այս քաղաքին, որովհետև մեր քաղաքը կոլորիտային քաղաք է եւ ոչ միտեղ այսօր հանրապետությունում չկա նմանը ունեցող, այսինքն երկրորդը չկա իր եւ պատմական առումով եւ ճարտարապետական առումով եւ տեսարժան վայրերով, բայց այսօր ունենք ինչ ունենք, այնպես մեր քաղաքապետը ես պիտի ասեմ, որ ճիշտ է աշխատում է, գույր պիտի լինենք, որ ասենք, չասենք, թե աշխատում է, բայց ամեն դեպքում անելիքներ պարտադիր ունի։ Այսինքն կոնե մշակութային միջոցառումների մասով այդ գումարները կրճատվեն, հա, եւ գիտես, ոչ թե կրճատվեն, խնդիրը կրճատվելու մեջ չէ, այսպես եմ մենք մեր քաղաքի մեջ եսի ինչ միջոցառումներ չենք անում անընդհատ ու ամեն օր այս առումով տարվա մեջ 1-2 միջոցառումներ են, 1-2 փառատոներ են, սակայն ամբողջ խնդիրներն է, որ դրանց վրա ծախսվում են հսկայական գումարներ, բայց դրա կողքին ասենք չի զարգանում օրինակի համար եմ ասում, փողոցաշինությունը կամ ծառապատումը։ Հասկանու՞մ եք, այսինքն այն գումարը, որը դուրս է գրվում ինչ-որ մշակութային զարգացվածության համար, միջոցառումների տեսքով, չգիտեմ, ստեղծագործական այդ վայրիվերումների տեսքով, մի քիչ կոնե տեղից կրճատեն, հա, որովհետև մենք սաղսը գիտենք, այսօր ցանկացած քաղաքում, պարտադիր չէ մեր քաղաքում, ու ընդհանրապես բոլոր պետություններում միջոցառումները ամենալավ փող լվանալու այդպես արարողակարգերի շարքին են տասվում, որովհետև ենթադրենք օրինակի համար դուրս կգրենք 1 միլիոն դրամ հրավառության համար, բայց կառնենք 500,000-ի, ոչ մեկը չի նստի հաշվի, թե մենք քանի հատ բենգալյան կրակ արձակենք։ Իրենք ձեռքը բռնողել չի լինի, էլի, ով պետք է։ Ձեռքը բռնողը չի լինի, իհարկե։ Չնայած ես չեմ կասկածում այս առումով, որ ասենք մեր քաղաքապետը ենթադրենք ավել գումար է ծախսում նման միջոցառումների վրա, բայց ամեն դեպքում կարելի է մի քիչ կրճատել եւ փոխանցել, ասենք այլ հոգսը հոգալու, որովհետեւ իսկապես աշխատանք չունեցող ժողովուրդը, իսկապես մշակութային ոչ մի կենտրոն չունեցող ժողովուրդը, իսկապես մարդու երես չտեսնող ժողովուրդը, հա մենք այսօր դուրս ենք գալիս քաղաք, բոլորն արդեն դեմքով ճանաչում ենք այդ կանտիջեկույցը։ Այս տեսակի մարդկանց համար առավել նպատակահարմարը եւ ճիշտ է, որ ասենք քաղաքը մի քիչ տեսքի կա, որպեսզի ամեն անգամ ու ամեն առավոտ դուրս գալուց փոշին կուլ չտանք, չցեխոտենք, չգիտեմ անձրևների ժամանակ ջրի մեջ չկորենք եւ այլ, այսինքն ամեն ինչը պիտի հաշվարկվի եւ վստահ եմ, որ մենք պիտի որ կարողանանք համատեղ ուժերով այս ամեն ինչին հասնելը։ Ես միշտ ասել եմ, որ մենք միշտ պահանջում ենք, ոչ մեկս ասենք չենք ասում, որ մենք էլ ենք պարտավոր այդ ամեն ինչը անելուն, օգնելուն, աջակցելուն, չգիտեմ, ձեռք գցելուն, ամեն քայլը մենք միշտ անընդհատ ասում ենք, որ իշխանությունները չեն անում, իշխանությունները սխալ են, իշխանությունները թերի են եւ այլն, սակայն մենք ինչ ենք անում այս քաղաքի համար, մենք ստեղից նախ սկսենք այս ամեն ինչը, որտեղ իսկապես շատ դժվար է։ Քաղաքապետը միակ մարդն է, ասենք, մենակ է աշխատում ինքը, մենք շատ ենք։ Այդ ոնց որ տան մեծը, ենթադրենք, ունի 10 երեխա, 10-ը գալիս են իրենց հորից են, չէ, ասենք, օրինակի համար եմ ասում, հաց ուզում, բայց ոչ մեկը չի ասում, ասենք, հայր
գիտեք, այսօր կարող է ես կամ քո հետ քո կողքին աշխատելու, որպեսզի կարողանանք երկուսով հացը հասցնենք ընտանիքին։ Տարբերակը ստեղ է քաղաքի մեջ է։ Մենք բոլորս անընդհատ ասում ենք ինչի չես տալիս, բայց ոչ մեկ չենք ասում ինչպես ես տալու։ Իսկ ավագանու գործունեության հետ կապված ինչ կարող եք ասել, բավարարում է ձեզ։ Ավագանու գործունեությունը ես բազմիցս ասել եմ, որ ավականին մեր ավականին գոնե այս առումով երբեք չաշխատեց այս 4 տարվա ամբողջ ընթացքում, բացի ասենք ընդհանուր համաձայնության ձեռք բարձրացնել իջացնելուց։ Ավականին ինքը ասենք պիտի որ ունենար իր սեփական կարծիքը, որովհետև այնտեղ կան տարբեր կուսակցություններից անհատ մարդկանցից կազմված որոշակի խմբեր, խմբավորումներ, խմբակցություններ, չգիտեմ, ֆրակցիա հասկացողությունը մեր ժողովում, այս ինչ են ասում, ավականու մեջ կա թե չկա, բայց ամեն դեպքում սա միակ տեղն է, որտեղ ասենք կարող է մարտանատը իրեն դրսևորել եւ քաղաքի բնակիչների շահերը, քաղաքի բնակիչների հոգսերը պաշտպանելու եւ թեթևացնելու խնդրի զարգացման առումով ճիշտ հայտարարի կալ, սակայն գիտենք մենք մեր ավականին կազմված է քաղաքապետի ֆրակցիայից, այսպես կարելի ասել կուսակցությունից, թե խմբակցությունից, չգիտեմ ինչ էր այն ժամանակ իր արժանապատիվ, ինչ որ բան ուներ, հասարակական կազմակերպություններ, որի մեջ ահագին ավականու անդամներ կային, որով անցան իրենք էլի։ Այստեղից է, որ ասենք այսինքն ուզում եմ ասեմ, իր մարտիկ են եւ բնականաբար քաղաքապետի մարտիկ լինելով հանդերձ, այդ մարտիկ չեն կարողանում իրենց կարծիքը, իրենց այսպես միտքը արտահայտել, ընդդիմանալ, փոխել որոշակի առումով, ասենք, ենթադրենք որոշվելիք միջոցառումների կամ հայտարարությունների տեքստեր, սա նրանից է, որ քաղաքապետարանում միացային քվեարկվող տեքստերը երկկողմանի հարաբերություններում չեն, այսինքն իրենք միակողմանի են, զուտ քաղաքապետի ընկերներն են։ Մենք հավանաբար այս վերջի ընտրությունները, որ պիտի լինի քաղաքում, որ համամասնական ցուցակներով է լինելու, վստահ եմ, որ բոլոր կուսակցություններից գոնե որոշակի քանակությամբ տեխնացուներ կանցնեն, 5 հոկանոց, 10 հոկանոց, չգիտեմ, 6 հոկանոց, ինչպիսի ֆրակցիաներ որ կձևավորվեն, վստահ եմ, որ գոնե ամեն մեկը իր ասելիքը կունենա եւ իր ասելիքով կկարողանա ազդելով օգնել եւ քաղաքին եւ քաղաքապետին։ Այս առումով, այսօրվա մեր առումով մեր քաղաքապետը օգնության կարիք ունի, որովհետեւ իր ավականին մենակ ասենք իր ասածով է առաջնորդվում։ Նրանից է, որ ասենք քաղաքապետը մեր այսօրվա ենթադրենք առավել շկալայից բարձր մտածելու խնդիրը չի ունենա, որովհետև ինքը մենակ է եւ ինքը ինչ մտածեց, այդ էլ քվեարկվելու է։ Այսինքն հակադիրը չկա։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ հակադիրը չկա։ Ավականին։ Ինքը կընդդիմանա քաղաքապետը իր թիմով ենթադրենք բաժնի պետերով եւ այլն կվերլուծեն, կքննարկեն, հիմի կգան, կհասկանան արժի թե չարժի եւ այլն, էլի հասկանում, այսինքն ընդհանուր իրավիճակը կփոխվի այլևս, որովհետեւ կոնկրետ հայտարարություն անողներ կլինեն այդ պարագայում։ Հիմա չկա, դրա համար մենք այսօր ունենք այն ինչ ունենք։ Վստահ եմ կարիք ընտրություններում նման բան չի լինելու եւ մենք իսկապես կունենանք քաղաքականապես հասուն եւ ավականի եւ քաղաքականապես մտածող իշխանություն քաղաքի մասում էլի։ Տեսնենք ինչ կստացվի առաջ Աստված։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ ավագանու անդամների մեծամասնությունը սեփական մտածելակերպ չունեն, իշխանությունների կողմից է ինչ-որ ճնշում գործադրվում քաղաքապետի վրա, քաղաքապետների հերթին ավագանու անդամների։ Խոսքի մեջ ասեցի, բարձրապես ընկերներ լինելու մեջ է, ոչ թե
սեփական մտածելակերպ չունեն, կարող է անձնական շահի հարց կա, ասում են այսպես դե անես, այսպես ինչ որ բան չկորցնելու, օրինակ ասենք ենթադրենք, ինչի պիտի ես դեմ քվեարկեմ, ենթադրենք օրինակ եմ այն ասում քաղաքի փողոցների լուսավորման նախագծին, քանի որ ես դրա համար ենթադրենք ստացել եմ այսինչ բանը։ Եթե ես չքվեարկեմ կողմ կամ դեմ, ենթադրենք չգիտեմ ինչ որ բան, ես կկորցնեմ սա։ Այսինքն շահի խնդիրն է այստեղ։ Այսինքն սա օրինակի համար բերեցի այդ լույսերի հետ կապված, որովհետև ցանկացած բան կարելի է քաղաքի մեջ բերել այսօր։ Օրինակ թեկուզ փողոցներում, թեկուզ այս նոր կառուցվող փողոցներում աղբատարժության, ասենք այդ խնդիրը կա, չէ՞, նեղ աղբամանների, թեկուզ փոքր արգրերի տեսքով եւ այլն չկա։ Ասում ես, այսինքն ամեն մանրունք կա, որ կարելի է իրականացնել, օգնել, աջակցել, որպեսզի այս ամեն ինչը լինեն իրենց տեղերում եւ կոչվեն իրենց անուններով։ Բայց այսօր այս բանը չունեն։ Ավականին ինքը մտածելակերպը ունի, սակայն ավականում այսօր բնականաբար նորից եմ կրկնում, ձեռք չի տալիս իր մտածածը բարձրաձայնելու, որովհետեւ այսօրում կկորցնի այս, այն եւ այլն։ Բայց այս բaragայում կքվեարկեն քաղաքապետի ուզածով, կունենան այսինչ բանը։ Չեն քվեարկի քաղաքապետի ուզածով, այդ ինչ բաները որ պիտի ունենային, այլևս չեն ունենա։ Այս է ամբողջ խնդիրը։ Այսինքն սա բաց մաթեմատիկական վերլուծություն է, որ ուղղակի որ ուզենանք մտածել, շատ պետք չի մտածել երկար պարակ։ Իսկ ձեր տեխնատությունը առաջադրելու եք։ Պայմանիր առաջադրել եմ տեխնատությունս եւ շատ կուզենայի, որ մինչեւ առաջադրումը ընդհանրապես չխոսեի ոչ մի բանի մասին, որովհետեւ այսօր այլ տեսք կստանա։ Մենք այդ մասին կզրուցենք ուրեմն սեպտեմբերի 8-ից սկսած, եթե շատ հարցեր որոշ մարդկանց կհետաքրքրի, անպայման ես կփորձեմ պատասխանել։ Իսկ առաջադրվելուց նպատակն ու աշխատելավոճս թե ինչ կլինի, սա ես վստահ եմ, որ իմ ընդհանուր աշխատանքից դուրս գալով պիտի որ մեր համակարգացիները եւ թեկուզ դրսում ապրող նորից մեր համակարգացիները, ովքեր որ մեր անդամներն են այս քաղաքի եւ ցանկացած բայի կարող են վերադառնալ իրենց հայրենի քաղաքը, բոլորը գիտեն եւ կզգան փոփոխությունները, գոնե իմ մասով, որ ես ասեցի, ոնց պետք է անենք։ Իսկ ինչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել։ Քաղաքապետին հաջողանալու իրավիճակները իմ մոտ կողմը։ Ինչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել քաղաքում։ Ցանկացած փոփոխություն։ Անայջան քաղաքի մեջ ցանկացածը առաջնահերթություններ գոյություն ունեն, դրա համար եմ հարցնում, ասենք, առաջնահերթ ինչ կցանկանայիք տեսնել։ Առաջնահերթություններ այսօր մեր քաղաքը այնքան տխուր պատկերի առաջ է կանգնած, որ ցանկացած բանն էլ իր համար առաջնահերթ է։ Սկսած փողոցների վերականգնումից, լույսերից, ծառապատումից, ուրեմն փոքր աղբարկների տեղադրումից, նստարաններից, ջրերից, չգիտեմ, ամեն ինչ այս քաղաքի մեջ ինչ էլ որ փորձենք անելու, դա առաջնահերթ է հաստատ, որովհետև տեսեք, այսօր մենք համարվում ենք այս տարի, չէ, երիտասարդական մայրաքաղաք է համարվում։ Ես անձամբ ես գոնե այդ բանը չզգացի իմ կաշվի վրա։ Ինքն որոշակի 1-2 տեղ փոքրիկ պայթյուններ երիտասարդական միջոցառումների տեսքով ու վերջ։ Այսինքն ուր են բա։ Ուր են մշակութային գործիչները, ուր են հասարակական գործիչները, անընդհատ ու ամեն անգամ բողոքելով կոմ չէ։ Մենք բոլորս այսօր շատ լավ գիտենք, որ իրավիճակը փոխելու համար մեզ պետք է քաղաքականապես հասուն, զարգացած, հասարակարգ, չգիտեմ, մարդկություն, ընկերներ, հարևաններ, հարազատներ, քաղաքի բնակիչներ, մենք բոլորս պետականամետության զգացումը մեր մեջ կոտրել ենք եւ անընդհատ փորձում ենք պետությանը, իշխանությանը հայոյել, քրվել, չգիտեմ, հասցնել եսի ուր համաձայն են, իրենք թույլ են տվել, որ մենք հասել ենք դրան, բայց մենք էլ մեր մասով եսին ինչ չենք, անընդհատ բողոքելը եւ անընդհատ ինչ որ տեսակի, այսպես մեջ մտնելը
սրա կարծիքը, նրա կարծիքը վերցնել քո սեփականը դարձնելը եւ արտահայտվելը էս էլ ճիշտ չէ։ Այսինքն ժողովուրդը հասունացած չէ այս առումով եւ կնայե ենթադրենք հեռուստատեսություն, ռադիո թերթ ու մեկ էլ կլսեմ, որ ասենք ինչ-որ մեկը ասեց, թե երկրի նախագահը խաբող է։ Դες ինչ լավն էր, տեսա ինչ լավ բան ասեց, հələ նայի, հասկանաս ու դրա վրա սկսում են կառուցել մյուսի լսածի հիմա վրա դուրս եկած կարծիքը, խփում են իրար, ստացվում են լրիվ աբսուրդ իրավիճակ։ Բայց ամենակարևորը աշխատատեղերի ստեղծման մասին ոչ չխոսեցիք, որովհետև մարդիկ հենց դրա բացակայության պատճառով են արտագաղթում։ Այդ մասին խոսեցի, որ աշխատատեղերն էլ չկան, չէ, եւ մարդիկ փողոցներում են։ Հասկանաս, այդ նայ Քաղաքը կարող է լուսավոր չլինի, բայց եթե աշխատանք չեղավ, այս մի քանի օր եմ նկատել, որ առաջին հարկում ռեստորանային համալիր է սարքվել մեծ։ Հասկանում եք, այսինքն այդ հսկայական գործարանը փչացրեցին, որ ռեստորան դարձնել։ Իստեր կարելի էր մի քանի ուրեմն ինչ են ասում ստանոքներ, հա, դնեին, մեկ-երկու ընտանիք կարողանային աշխատել, էլի իրենց գլուխները կպայեին, էլի որոշակի այսպես իմիջը գային կհասկանային, թե ինչից սկսեն, որտեղ վերջացնեն։ Այսօր բոլոր մարդկանց շուրթերին ու մտքերին միայն մի բան կա, որ առաջ փախնելու երկրից։ Հասկանում եք, սա աշխատատեղ չլինելու պատճառով է։ Ես վստահ եմ, մեր ժողովրդին տունը պետք չէ, թող գործ եղնի, մարդը աշխատի, ինքը իր տունն կստեղծի իր ձեռքով։ Շնորհակալություն հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք այսօր ասպարեզի զրուցակիցը բլոգեր Արան Աշկարյանն էր, հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։